Դեկտեմբերի 25-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Ազատան համայնքում նշվեց Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնը։ Համայնքի բնակիչները ուխտերթով քայլեցին Սուրբ Հարություն Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ։ Այս տարվա վերջին ուխտերն է Շիրակի թեմում, մեր աղոթքն ենք հայցում առ Աստված, որ անօրինյալ կալանավորյալները հանձինս մեր Միքայել Սրբազանի շուտ վերադառնան եւ իրենց ծառայությունը բերեն արդեն նաեւ Շիրակի թեմում։ Ազատանը Շիրակի թեմի խոշոր համայնքներից է։ Գյուղի բազիլիկ տիպի եկեղեցին ըստ քարե արձանագրության 15-րդ դարում է կառուցվել սրբատաշ սև քարից։ 19-րդ դարում եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն։ Հին արձանագրությունը վկայում է, որ ծխական համայնքի ջանքերով եկեղեցին դարերի ընթացքում նորոգվել եւ մեր օրեր է հասել բավական լավ վիճակում։ Այսօր մեր եկեղեցում տոն է, մեծ տոն է, մեր եկեղեցու Ստեփանոս նախավկայի ծնված օրն է այսօր։ Եկեղեցի եկել եմ իմ ընտանիքի աշխարհի բոլոր նպատակներիս համար։ Ես 81 տարեկան եմ, արդեն ծնվել եմ Ազատանում, մեծացել եմ Ազատանում, Հայաստան ինչքան եկեղեցիներ կա գնացել եմ, համբուրել եմ, աղաչել եմ իմ Աստծու, իմ երեխեքի եւ աշխարհի երիտասարդների համար։ 1999 թվականին բեյրութաբնակ բարերարներ Հարություն եւ Մարի Արսլանյանների նյութական աջակցությամբ եկեղեցին դարձյալ վերանորոգվել եւ վերաօծվել է Սուրբ Հարություն անվամբ։ Այժմ երկու անունն էլ կիրառվում է։ Սուրբ Ստեփանոսի հիշատակության օրը համարվում է Ազատանի Սուրբ Հարություն Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օր։ Մեր առաջին նախավկան է եղել հալածված, քաշկոդված իր հավատքի համար։ Ժողովուրդը նրան ծնկի են բերել, քաշկոձելով նա խոնարհվել է եւ ասել է. «Տեր, վերցրու իմ հոգիս»։ Ու ես սիրով գալիս եմ մեծ հավատով, իմ հայրենիքի համար աղոթում եմ, անմեղ կալանավորվածների համար, իմ հայ ժողովրդի համար։ Պատարագիչ քահանան Ազատանի հովության հոգևոր հովիվ Մակար քահանա Գալամդարյանն էր։ Տեր հայրը քարոզում անդրադարձավ Սուրբ Ստեփանոսի կյանքին եւ նահատակությանը։ Ստեփանոսը առաքյալների կարգած առաջին սարկավագներից էր։ Քրիստոնեության խիզախ քարոզիչներից մեկը, որը զոհվեց հանուն հավատքի։ Չդիմանալով բնականաբար իր խոսքին, չդիմանալով այն ճշմարտության, որ անդադար ինքը քարոզում էր, տարան եւ նահատակեցին։ Բայց Սուրբ Ստեփանոսը, ինչպես այսօրվա ավետարանական դրվագում է ասում, ցորենի հատիկ էր, որ հողի մեջ դրվեց եւ բազում արդյունք ունեց։ Եվ դրա պարզ օրինակը մեր սարգսակներն են, որ այստեղ ներկա մեր երկու սարգսակներն են, եւ այն սարգսակները, որ ձեռնադրված են հայ եկեղեցուն, որ ձեռնադրվում են հայ եկեղեցուն, այն քահանաներ, այն հոգևորականներն են, որ սարգսակի աշճանով անցել են եւ հոգևորական են դարձել հայ եկեղեցում եւ բոլոր ընտանեկան եկեղեցում։ Դրանք բոլորը արդյունքն են Սուրբ Ստեփանոս նախավկայի։ Ինքը հողի մեջ դրվեց որպես հատիկ, բայց բազում արդյունք տվեց։ Շիրակի թեմի եկեղեցիներում պատարագների եւ ժամերգությունների ժամանակ մշտապես աղոթք է հնչում անազատության մեջ գտնվող հոգևորականների եւ հատկապես թեմակալ առաջնորդ Միքայել arczepiskopos-ի համար։ Բոլորի սրտում, կսկից կա, թախից կա, բայց եւ հոգևորականները եւ հավատացյալները փորձում են այդ ամենը, այսպես ասած, փոխհատուցել այդ ամենին, առավելաբար մասնակցություն ունենալով պատարագների, ժամերգությունների եւ այդ պատարագների եւ ժամերգությունների ընթացքով աղոթ առաքելով առ Աստված Միքայել Սրբազանի եւ մնացած մեր սրբազանների, անօրինաբար կալանավորված մեր սրբազանների, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի եւ բոլոր անօրինյալ կալանավորների ազատության համար։ Սուրբ Ստեփանոս նախավկայի հիշատակության օրվա առիթով Մայրաթորից մասունք էր բերվել եկեղեցի։ Մայրաթորում պահվող սրբազան մասունքները Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ պարբերաբար դուրս են բերվում Սուրբ Էջմիածնի գանձարանից, որպեսզի հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունենա առնչվել հայ եկեղեցու սրբություններին եւ զորություն ստանա։
Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։